լավատեսորեն չեմ տրամադրված, որ Գյումրիում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ 100% կամ 60% ոնց որ քեփե սիրիմը գրել 60% մենք ենք, չկա, չունեն։ Տեղական իշխանություններից ազդակ մենք տեսանք, որ Եվրոդաշինք կոչվածը պարտվել է հայտարարակ ձևով։ Ու հիմա ինձ դժվար է հասկանալ, թե ինչպես եղավ, որ Գյումրին դարել է օտարերկրյա, այդ թվում քայքայիչ ուժերի ինչ-որ մի նշան։ Բարև ձեզ, Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք անկախ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցին։ Բարև ձեզ, պարոն Շաքարյան, անչափ շնորհակալ ենք մեր տաղավարին հյուրընկալվելու համար։ Պարոն Շաքարյան, թերևս անդրադառնալով ներհայաստանյան վերջին իրավիճակներին, կխնդրենք, որպեսզի պատասխանեք այն հարցին, վերջին շրջանում կայացան Գյումրու ընտրությունները, հա, քաղաքական առումներով դրանք ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ եւ ինչպիսի հետևանքներ կթողեն Հայաստանում։ Բնականաբար երկրի մեծության բնակչության թվով ասենք երկրորդ քաղաքը ամեն դեպքում որոշակի առումով, միայն որոշակի առումով հիմնականով չէ, ստեղծում է ինչ-որ մի քաղաքական եւ ուրիշ կարգի մթնոլորտ, նշում է ինչ-որ մի ճանապարհ, եթե նույնիսկ ասենք մենք անդրադառնանք 2018-ի գարնանը, սակայն ես համոզված եմ, որ իզուր տեղը թե որոշակի շրջանակները ասում են ահա դրանից կսկսվի իշխանափոխությունը, ոչ, իշխանափոխությունը Երևանը պետք է ապահովի, ոչ թե Գյումրի կամ Վանաձորը կամ ցավոք սրտի հիմա չեմ կարող դա ասել, կամ ասենք առաջվայի նման ասենք ինչ-որ մի արցախյան, ասենք ասած շրջանակների մթնոլորտը կամ տրամադրությունները խեղճուկրակ արցախցիները են հրապարակում, օպերայում, կոպիտ ասած ազատության հրապարակում կոչվածին վրաններ են բացել, պայքարում են ինչ-որ սոցիալական կամ ոչ սոցիալական, այլ մարդկային իրավունքների համար։ Վերջի այդ շարժումը, որ նոր սկսվել, կարծես թե պատահաբար համընկնել է դրա հետ, որ տեղական ընտրություններ են տեղի ունեցել, ասենք, բոլորը իբր թե պատրաստվում են այդ ընտրություններին, բայց ես համոզված եմ, ոչ մի փառաքար, ոչ մի Գյումրի ի վիճակի չեմ փոխել կտրականապես ընդհանուր քաղաքական մթնոլորտը Հայաստանում, այսինքն ավելի ճիշտ Հայաստանի մնացորդում, որովհետև ըստ մեր նորմալ, ասենք, օրենսդրական ակտերի Հայաստանը դա իրականում ոչ միայն Հայաստանի ՀՍՂ, այլ դա եւ Հայաստան եւ Արցախի հանրապետությունը, դա է Հայաստանը։ Էլ չեմ ասում, ես մի քիչ ասենք, սիրում եմ այդ ասել, իրականում Հայաստանը նաև Նախճիվանի մարզ եւ այլ։ Այսինքն մենք այսօր ոչ թե Հայաստանում ենք, այլ Հայաստանի մնացորդում։ Եկեք ճիշտ շեշտադրումներ, էլի, ստեղ դնենք, որ մարդիկ հասկանան, որ Հայաստանը դա էտը չի, որ քեզ խորհրդային իշխանությունը թողել, էդ էլ կարելի է խլել, հասկանում եք, չէ՞։ Բայց ամենայն դեպս դա ինչ-որ մի թեկուզ ամենանվազագույն փոփոխության նշան, միայն այդպես կարող եմ դա բնութագրել, նվազագույն, այսինքն մենք տեսել ենք, որ այդպես ասած իշխող վերնախավը էլ չի տիրապետում գոնե Գյումրին, 100% տիրապետում, էլի, արդեն Գյումրիում իրենց դիրքերը լավվել
խոցվել են։ Միայն դա ենք տեսնում։ Դե փարակար միշտ եղել է ինչ-որ ամբողջ տարածաշրջան, բնակավայր, այնտեղ միշտ եղել են ինչ-որ մի իրադարձություններ, որոնք կապված են եղել, այդպես ասած, բնակչության դժգոհության հետ։ Ես հիշում եմ, բավական եղել են դեպքեր փարակարի կոնկրետ այս տարածքի հետ կապված։ Եթե ոչ հենց պարակարում, ապա հենց այս տարածքում ես հիշում եմ մի տարի սպանություններ են եղել։ Գյուղապետի թե գյուղապետի տեխնացուի այդ կարող չեմ հիշում հստակ, բայց եղել են իրադարձություններ կապված պարակարի հետ։ Այնպես որ ես ճիշտն ասած շատ տենց օպտիմիստիկ լավատեսորեն չեմ տրամադրված, որ Գյումրիում ինչ-որ բան է տեղի ունեցել, որ 100% կամ 60% ոնց որ քեփե սիրումը գրել 60%-ում մենք ենք, չկա, չունեն։ Դա հա, բնականաբար, չպիտի ունենան նույնիսկ 10%։ Բայց քանի որ այդ փողոցային, ես կասեի, հեղափոխականները սկսվել են հենց այդ Գյումրիից, հա, պարզ է, ամեն ինչն է պարզ։ Պետք չի բացահայտ, ասենք, ինչ-որ փակագծեր բացել, ասել, դե եթե վաղը ոստիկանները լինեին այդքան դաժան, անմարդկային, հայացած, ոնց որ հիմա, նրանք նույնիսկ Երևան չէի հասնի։ Դա պարզ է։ Ոստեղ ավել պակաս, ասենք, քննարկել կամ վերլուծել պետք չի։ Բոլորը հասկանում են, որ 2018-ը հնարավոր դարձավ այն ժամանակ, որ ոստիկանները անհետացել են դաշտից։ Ես տենց կասեի։ Այսօրվա ոստիկանները եթե լինեին, հա, ինչ Նիկոլ, ինչ Պիկոլ, ինչ ուրիշ կոլ, դա տեղի չէր ունենա։ Իսկ սկզբան այս փոքրաթիվ խումբը կհայտնվի հասկանալի որ մի տեղերում։ Վերջ, այդպես որ ես պետք չէ տենց դրական լծկեր չեմ ստացել Գյումրիից, ոչ էլ պարակարից։ Բանը էլի տեղական ընտրություններ էին։ Տեղական ընտրությունները Երևանում դուք երևի պետք է հիշեք ինչով են ավարտվել։ Անդրկուլիսյան պայմանավորվածություններով ու կարծես թե ինչ-որ խիստ հայխոյող դոգը կոչվածը, երևի լսել եք այդ մարդու մասին։ Իր կուսակցությունը, իբր, ճակերտավոր իհարկե կուսակցություն, գնացել է գործարքի քեփեի հետ, այդպես չի։ Սովոր հենց այդպես։ Հիմա դուք ինչքան եք համոզված, որ հիմա Գյումրի քաղաքում տեղական ընտրություններում տարբեր մարդիկ, որոնք մասնակցել են ընտրություններում, արդյունքում չեն գնա նույն պայմանավորվածություններին, նույն քեփեականների հետ։ Ես համոզված չեմ։ Ծախում մարդիկ այսօրվա մեր քաղաքական դաշտում բավական շատ են, չեն վերացել։ Առնել իրենց կարելի է ասած ենթադրենք ոչ թե որպես Ռուսաստանի տարբեր վայրերում, ասենք, մի շիշարաղով, այլ գրեչկայով, շաքարավազով, ես ինչով, բացահայտ փողով, ես շատ եմ տեսել նման կարգի ընտրակաշարքներ Հայաստանում, 90-ական թվականներից սկսած, ինչ գիտեմ, նամանավա Գյումրի, երկրաշարժի գոտի,
Այնտեղ սովոր են ընտրակաշարք ընդունել։ Ես իրենց չեմ մեղադրում։ Քաղաքի մեծ մասը երկրաշարժը ուղղակի ոչնչացրել է։ Ահավոր շատ են եղել Գյումրիում զոհեր։ Ոսին հենց հիմա մտածում եմ, երևի այդ երկրաշարժի ժամանակ զոհվել են ամենալավագույն գյումրեցիները։ Ամենավատագույնը մնացել են սաղ կենդանի։ Այդ պատճառով իրենց հեշտ է, այսինքն այդ երևույթ է սկսվել, որ Գյումրիում հեշտ է ձայներ առնել կամ ստանալ, ով ոնց ուզում է թող մտա։ Հոգեբանությունը խոցված է, դա ոչ ոք չի կարող ժխտել, լեփ-լեցուն մարդիկ իրենց հարազատներին են կորցրել եւ այլն։ Ես գիտեմ, մի ընտանիք, որ գրեթե բոլոր ընտանիքի անդամները զոհվել են երկրաշարժի ժամանակ։ Այդպիսի դեպքեր եղել են։ Բնականաբար, որ դա պիտի ազդեցություն թողնի մյուս սերունդների վրա։ Ինչ որ մեկը հրաշքով փրկվել է, ինչ որ մեկը բոլորին կորցրել է, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց ես զարմանում եմ, նույնիսկ երկրաշարժից հետո Գյումրի լեփ-լեցուն ազգասեր, հայրենասեր տղերք են տվել, որոնք պայքարել են, պատերազմել են Արցախում, ես ինքս եմ եկել ականատես, որ մի գյումրեցի իր զոհված եղբորին տանում է ուղղաթիռով Ստեփանակերտից Գյումրի։ Լեփ-լեցուն են ջոկատները Գյումրիից, այդ ահավոր երկրաշարժից հետո։ Ու հիմա ինձ դժվար է հասկանալ, թե ինչպես եղավ, որ Գյումրին դարել է օտար երկրյա, այդ թվում քայքայիչ ուժերի ինչ-որ մի նշան։ Չէ, ես հասկանում եմ, որ այնտեղ նաև կային ուրիշ գործոններ, որոնք չեն պարտադրել, սակայն աջակցել են, որպեսզի այնտեղ ծնվի նման երևույթ։ Գյումրիի հետ շատ բաներ են կախված, օրինակ, որ դա նույնիսկ այնտեղ, եթե չեմ սխալվում, ռուս զինվորների բանը կա, արձան կա, որոնք պատերազմել են այդ հողը ազատագրելու համար դեռևս 19-րդ դարում։ Ամեն ինչ կա այդ քաղաքում, եթե տենց զուտ մակերեսորեն վերցնենք ու հասկանանք, արդյոք կարելի է Գյումրի համատեղել Երևանի հետ։ Ես դες ասեմ, հնարավոր չէ։ Որտեղ Երևանը այսօր, ինչպես կատակում են հենց ռուսները, Մոսկվայի պես մեծ գեղ է, ոչ թե գյուղ, այլ գեղ։ Գյուղի գեղ տարբեր խոսքերն են։ Դա գեղ է, մեծ գեղ է, հայկական գեղ է։ Ոչ թե ինչ-որ մի պատմական, եսին բորդարուց, սկսած ինչ-որ արմատներ, կոքեր, ասենք, գնացել են ճուղավորվել, զարգացել են, դարել են կենտրոն, վայ։ Մարդիկ նախ եւ առաջ այսօր որով պետք է հասկանան, որ ցանկացած փոքրիկ գյուղ լրիվ տարբերվում է Երևանից։ Ու եթե այդ փոքրիկ գյուղում ոչ ասենք Երևանամերձ, Պարաքարը, Պարկաստու շատ բոլորը գիտեն էլի Պարաքարի տեղը, դեպի օդանավակայան ճանապարհն է, այդքան էլ հեռու չի Երևանի կենտրոնից։ Մարշրուտով 15 րոպեով հասնում ես։ Այդ նույնն է, որ խոսքի եթե ենթադրենք դուք ցանկացել եք Ավանից կամ Ավանարինջից իջնել երրորդ մաս Չարբաղ։ Նույն 15 րոպե, եթե հակառակը քաղաքի մեջ ավելի շատ ժամանակ կծախսեք։ Այնպես որ եկեք չհամադրենք,
այդ տեղական ընտրությունների արդյունքները մեր, այսպես ասած, իրական քաղաքական դաշտի հետ։ Դա տարբեր բաներ են։ Հա, հույսեր կարելի է տածել, ես իմ ինչ մտածել, ասում ես, օ, ինչ լավ է, ինչն է։ Դա զուտ գումերվա տեղական ընտրությունների արդյունքները։ Վերջ։ Եթե մենք հանկարծակի տեսնենք, որ ֆաշիստական ոստիկանությունը ինչ որ չգիտեմ ինչ որ ցակների, ինչ ազդակների տակ փոխվում է, այն ժամանակ կարող եք սպասել լուրջ իրական փոփոխություններ ամբողջ տարածքում, ոչ միայն Երևանում, որովհետև իրենց մոտ ոնց որ գոհական աշխարհում էլի, սենց ձայնը գնացել է, բոլորը ընդունել են իգիտություն ու սկսում են այդ դպոցից ասենք գործել կամ չի գործել։ Ոստիկանության դերը դա կամ ասենք նրանք գործում են, ու դուք իրենց գործողությունները տեսնում եք կամ անգործ են մնում։ Այդ ժամանակ իրականացվում են տարբեր սցենարները, Թավշյա հեղափոխության, գունավոր հեղափոխության, բուլդոզերային հեղափոխության։ Ես չգիտեմ ինչու, օրինակ հարևան Իրանում նման կարգի հեղափոխությունները տապալվել են իմ հիշողությամբ անպակաս 4 անգամ։ Անպակաս 4 անգամ։ Սկսեմ երևի 2009 թվականի այդպես կոչված կանաչ հեղափոխությունից։ Տապալվել։ Գիտեք, դժվար է փոխել ամբողջ երկիրը, եթե ամբողջ երկրի 2009-ին 85 միլիոն մարդ։ Իսկ կոպիտ ասած ամբողջ ընտրազանգվածը 1 միլիոն, լավ 1.5, բայց մյուս միլիոնները ինչ են։ Թե ենթադրենք էլի 85 միլիոն պիտի զիջեն ամեն ինչ այդ 1.5 միլիոնին։ Ծիծաղելի է, չէ՞։ Բայց եթե գնանք սկզբից ասենք խորքերից տենց ուսումնասիրենք Իրանի ներքին աշխարհը, մենք կտեսնենք, օհո, հա այդ այն երկիրը, որտեղ արաբերեն խոսացողները կամ արաբ ազգության, բայց շիա դավանանքով մարդ կարող է գործի հոգուտ պետությանը, հոգուտ Իրանին, այլ ոչ թե ինչ-որ մի արաբական երկրին։ Այսինքն մանրուքները արդեն սկսում ես լուրջ հետազոտել, ու այդ լուրջ հետազոտումները բերում են պատճառը, որ այնուամենայնիվ ով որ ինչ որ չի ասի, բայց Իրանի ներսում գործում է ընդհանուր գաղափարախոսություն կամ կրոն։ Գիտեք, եղել են եւ կան երկրներ, որտեղ ինչ որ մի ասենք գաղափարախոսությունների տեղը կրոնը աշխատում։ Ամենամեծ լծակ իշխանավորների ձեռքում։ Մանավանդ եթե խոսքը գնում է Իրանի մասին։ Տեսեք, այդքան էլ շատ տարածած տարբերակներ չեն, որտեղ որ հոգևոր առաջնորդը ինքն էլ դառնում է պետության ղեկավար։ Իրանում դա ամրապնդեցին սահմանադրության։ Այդ պատճառով բոլոր կարգի դրսից բերած սցենարները, տեխնոլոգիաները տապալվում են, որովհետև այնուամենայնիվ կա ինչ-որ մի ընդհանուր կորիզ, ինչ-որ մի առանցքային միտք, որ ասում է, վերջը դու Աստծո մարդ ես, Աստծո օրենքներով չես ուզում ապրել։ Պիտի ապրես, չէ՞, ըստ ես իմ ինչի, ասենք ընդհանուր գաղափարի։ Կան թե չկան Աստծո օրենքները, կան, հա, խոստովանում եք, ահա, դե ապրեք Աստծո օրենքներով, ինչու չեք ուզում ապրել Աստծո օրենքներով։ Իզուր տեղ չի, որ ամեն դեպքում լեփ-լեցուն շարքային մարդիկ, որոնք ասենք ինչ-որ, նո ենթադրաբար
Իրանյան այդ բան կա, աշխարհազոր, բասիջը կոչվում։ Նրանք մասնակցում են իրենց ուժերի չափ, եթե տեսնում են իր վիճակը սրվում է, գալիս է, բնականաբար ամեն մի ջոկատի, ամեն մի տարածքի ինչ-որ համապատասխան, ինչ-որ պատասխանատու, ասենք, մարդիկ կան, որոնք այդ կոպիտ ասածունի սիգնալը տալով, տեսնում են, որ շարքային մարդիկ գալիս են, պաշտպանելով պետականությունը, պաշտպանելով իշխող ինչ-որ կարգեր, օրենքներ, չի անցնում։ Կրկնում, 2009 թիվ 1.5 միլիոնի դիմաց դուրս են եկել 70 միլիոնից ավել մարդիկ, որոնք այս կամ այն ձև գոնե մի 10 միլիոնը գրանցված են այդ աշխարհազորում։ Հիմա դուք կարող եք դա այսօրվա երկրապահի, էլի աշխարհազորը, չէ, հետ համեմատել, որը մի ծախու տականքի պատճառով դարել է իշխանամետ, իմանալով, որ այդ իշխանամետ լինելը նշանակում է թուրքամետ լինելը, հոգու թուրքու աշխատելը, դե համեմատեք։ Էնա խնդրեմ Իրանում մի քանի օր առաջ երկու թուրք լրտես են արել, ձերբակալել, բռնեցրել են ձերբակալել։ Եթե չլինեն ինչ-որ մի բանակցություններ Թուրքիայի հետ, իրենց շակատագիրը պարզ է, մահապատիժ։ Պարոն Շաքարյան, կխնդրեի նաև ինքներդ մեկնաբանենք հատկապես այն հանգամանքը, եւ վերջին շրջանում բավական հաճախ խոսվեց նաև Եվրաքվե ասվածի մասին։ Եվրաքվեն ինչ ճակատագիր ունեցավ վերջի վերջո եւ արդյոք դա նշանակում է, որ այս ազգաբնակչությունը չի պատրաստվում գնալ Եվրամիություն։ Բնականաբար այն խնդրեմ նույն գումերվա ասած տեղական իշխանություններից ազդակ մենք տեսանք, որ Եվրոդաշինք կոչվածը պարտվել է հայտարարակ ձևով։ Նույնը կլինի բոլոր տեղերում, որովհետև եթե մարդը քիչ թե շատ գոնե ինտերնետ օգտվելը գիտի, միացնում է, տեսնում է Եվրամիությունը քանդվում մեր աչքի առաջ, էլ ինչ Եվրամիություն։ Հա մի հատ արտակ Զեյնալյան պիտի մեզի հրամայե, որ գնանք Եվրոպա կամ ով այնտեղ ոնց է անում, միշտ մոռանում եմ։ Լավ, կարևոր չէ։ Արտակ։ Դե արտակը այդ Զեյնալյանը սա ներկայացնում էր ազգային ժողովում, չէ՞, դոշով պաշտպանում է։ Ամոթ քեզ Արտակ Զեյնալյան, ամոթ, հայ չես։ Ամենապակաս ես եմ աբիժնիկ 90-ական թվականներից, ամենապակաս։ Սակայն մենք տեսնում ենք, որ իրականում բոլորը, ովքեր հասկանում են քիչ թե շատ թե ինչ է կատարվում, ամբողջ երկրագնդի հետ, ոչ միայն մեզ հետ, նրանք ջոկում են, որ Եվրամիության վերջի սկիզբը, այդ են դիտում։ Իհարկե դուք կարող եք ինձ ասել, որ Եվրամիության վերջի սկիզբը սկսվել է դրանից, որ Մեծ Բրիտանիան Brexit-ն անցկացրել, դուրս են եկել Եվրամիությունից։ Չէ, հենց հիմա։ Քիչ թե շատ, բայց այդ ուկրաինական դեպքերը ապացուցեցին, որ Եվրոպայի ներսում չկա միասնականություն, որ սլովակները չեն ցանկանում վնասով ապրել հանուն ինչի պարզվեց, ոնց Տրամպի վարչակազմը խոստովանել է, հանուն ամերիկյան պրոքսի պատերազմի Ռուսաստանի դեմ։ Չի ուզում իրականում շարքային, այդպես ասած, ընտրազանգված է եվրոպական երկրներով, դա չի ցանկանում։ Որտեվ նախ եւ առաջ չի տեսնում սպառնալիք Ռուսաստանի կողմից։ Որն է սպառնալիքը, այժմ գազ, որը Ռուսաստանը Գերմանիայի միջոցով անպակաս 60-րդ թվականներից մատակարարել է Եվրոպային։ Այժմ, ամենը այժմ։ Որն է սպառնալիքը, որ դուք ի հաշիվ այդ թվում ի հաշիվ Ռուսաստանի քաղաքացիներին շատ լավ
Այն որ ասում են յուղի մեջ, շոկոլադի մեջ ապրել եք ու զարգացել, դա եղել է վատ։ Այնա Վրաստան, հարևան Վրաստան դեզապացույց։ Պրակտիկորեն սարեցրել են, չէ, այդ շարժումը եվրո, բական։ Այնպես որ եկեք չսխալվենք, միշտ եղել եմ համոզված, որ մեզ պետք չի ոչ մի Եվրոպա, որտեղ ինքը արևմուտքը, ինքը Եվրոպան մեզ ասում է, դա ինտեգրվեք թուրքերի հետ, ապրեք։ Այսինքն Եվրոպան կարող է իրան թույլ տալ ձևանալ, որ Հայաստանի, հայ ժողովրդի, հայ ազգի պատմության մեջ սևագույն բիծ կա Թուրքիայի եւ Թուրքիայի հետ կապված ու դա ոչ թե եղեր կամ մեծ եղեր տարբեր խելապակասների ասենք արտասանությամբ, այլ դա ցեղասպանություն կոնկրետ տերմին կա։ Որտեղ եթե բնաջնջվում է, բնակչությունը իրենց հայրենյաց հողում, պատմական, նորեն հայրենյաց հողում, դա ցեղասպանություն է։ Ամեն ինչով հանդերձ, տեղահանումներով, դաժան սպանություններով, սովամաղերով, ասենք այդ նույն դերերզոր անապատում, դա ցեղասպանություն է։ Ոչ մեկին թույլ տված չի ասել, որ ենթադրաբարել է։ Ես փակում եմ Արցախյան շարժումը, դու ով ես արել։ Դու ստեղծող ես, որ փակես։ Կամ ինչ Արցախը ազատ է, անկախ է, կամ վերամիավորվել է իրականում Հայաստանի հետ, դու ով ես։ Իրանում նման մարդկանց լուրջ եմ ասում, սենց էլ ասում են, ճիշտ է Իրանում դա վերաբերվում է հիմնականապես կովկասյան տատարներն, ասում են տարական, վերջ, բեղավոր տարական։ Հիմա երևի թե մենք պետք է ասենք, որ չնայած այդպես ասած թարմ թրաշի, էդ էլ է տարական։ Դա հայ չի, դա տարականներից է, կովկասյան տատարներից է։ Դե գիտեք չէ, ամենը կենսունակ կենթանիներից աշխարհում ցանկացած ջերմությունը, ջերմաստիճանի փոփոխությունը դիմանում են։ Դրա համար դուք կարող եք տարեկան բռնել եւ ամռանը եւ ձմռանը։ Խնդրեմ։ Գիտեք ինչ տարբերությունը տարականի եւ արջի միջեւ։ Արջը ձմռան քնում է։ Դեռ պարկում է ուխտ։ Միջև գարուն ամիսները ասենք քնում է։ Դե նայած իհարկե տարածաշրջանին։ Տեղ կա որտեղ արթնացել է մարտ ամիսին։ Տեղ կա որտեղ արթնանում է մի քիչ ավելի ուշոտ։ Խնդրեմ։ Սաղ մեծ տարբերությունը տարականի եւ արջի միջև, որ այս մարդը չի քնում, էլի ձմռանն էլ է վազվզում տարբեր մարդկանց բնակարաններով։ Տեսել ենք էլի։ Ով որտեղ ապրել միջև 2018 թիվը, այսի տարականների բունը, այսի չէ, այսի նորմալ կարգին, պարկեշտ, բնակարան կամ սեփական տուն, մաքրությունը, այնպես որ եվրո օրակարգ, ըստ հենց Գյումրիվա տեղական ընտրությունների արդյունքները, նույնիսկ Գյումրիում ոչ մեկին չի հետաքրքրել։ Պատկերացնում եք։ Ոնց դա պիտի հետաքրքրի ամբողջ հայ ազգը։ Հենա խնդրեմ Արցախի հետ վերաբերել։ Հայդատի հանձնախումբ ԱՄՆ-ի բազում անգամ 2023 թվականից հանդես է եկել հայտարարություններով։ Երևանում դա չեն լսում, չեն ցանկանում լսել, որ Ամերիկա հայերի ամենաազդեցիկ կազմակերպությունը ամեն ինչ տեղը դնում ու բացատրում է մեկնաբանում, ու
բացահայտ ժխտում է այդ օրակարգերը։ Իսկ հիմա ավելի կլինի կտրուկ հաշվի առնելով, որ ընտրված արդեն գործող նախագահի, ասենք Տրամպի նախաձեռնությամբ գնում է ինչ որ մի ամբողջ արևմուտքին վերաբերող փոփոխությունների մի շղթա։ Եկեք ասում հետադարձ անենք դեպի մարդկային արժեքները, երկու սեր կա, կին, տղամարդ, էսա, վատը, ինչ որ սկսվել է ամեն տվյալ դեպքում ԱՄՆ-ից, այդ նույն մոդայիկ, ասենք, ոչ մոդայիկ, ասենք, ինչ որ քաղաքական քամիները շուտով կսկսեն արդեն ամբողջ Եվրոպայում եղանակ որոշել, ուղղակի եղանակ որոշել, տվյալ դեպքում քաղաքական մթնոլորտի եղանակ որոշել, ու երբ դա պետք է հասնի Երևան, երբ որ Եվրոպան կործանվի լրիվ, կամ ամբողջ Եվրոպայով մեկ իշխանության կգան ազգային ուժեր, երևի լսել է Մարին Լե Պենին վերցրել են 4 տարով դատապարտել են, ինչ, դե արիտ կարելի է ցանկացած արիտ ստեղծել։ Ինչու, որովհետև մարդիկ տեսել են, վայ, Տրամպի օգնությունը գնացել է դեպի այդ Մարի Լե Պեն, ազգային միավորում, կարծում եմ կոչվում է հիմա, առաջ դա ազգային չակատ է կոչվել, իր հոր ժամանակ, հիմա դա կոչվում ազգային միասնություն կարծում, կամ միավորում, ավելի ճիշտ։ Պատկերացրեք, այնա Ռումինիայում ընտրված նախագահին են ձերբակալում, կամ բաց են թողել, ասեն, չէ, բայց չզբաղվես քաղաքականությամբ, այդ ամեն ինչ պետք է ջախջախվի, դրողվի, անհետանա ու այդ թվում հայաստանյան օրակարգերից պետք է անհետանա։ Եվ պարոն Շաքարյան, մեր եթերաժամանակը չնայած արդեն ավարտվել է, խնդրեմ, որպեսզի վերջին հարցին մի փոքր շատ կարճ անդրադառնանք, այս պահին օրակարգի առաջնային թեման ըստ որն է համարվում, որի ուղղությամբ հատկապես պետք է մեր ուշադրությունը էլ առավել սևեռենք եւ ընդհանուր տարածաշրջանի հետ կապված մեր հարաբերությունների փուլը, ինչպիսի փուլում է գտնվում, շատ կարճ կխնդրեմ։ Այո, ուրեմն եթե շատ կարճ բնութագրեմ, անկայունության մի շրջան ապրում ենք, որը կապված է բնականաբար այն անառողջ մթնոլորտի հետ, որը ստեղծում է նույն Տրամպի վարչակազմը ու Իսրայելը Իրանի շուրջ, ինչին ուրեմն Իրանը կտրականապես շատ կոշտ պատասխանել է, Այնա, որորդ օրը արդեն ցուցադրում են, նույնիսկ չեն էլ թաքցնում իրանացիք, որ տես, ստորգետնյա ինչ գործարաններ ունենք, ինչ պաշարներ ունենք, ու սա ամենը այդ հազարավոր ռեպտերները ձեր գլխին են պատրաստ։ Ու դուք չեք կարող որսալ այդ ռեպտերները, քանի որ նրանք, այդպես ասած, իրենց կայանքներից կտրնեն մեր ուզած եւ իմացած ժամ, երբ որ մենք ենք ցանկանում, ու դա վերաբերում է բոլորին։ Արդեն ասել են, մեծ տարբերություն չկա ամերիկյան բազաներում կլինի թուրք զինվոր, ոչ թուրք զինվոր, բրիտանացի, ոչ բրիտանացի։ Ձեր բազաները մեր սպառնալիք, մենք կոչինչացնենք։ Ու այդ արտահայտության մեջ մենք զգում ենք շատ տենց կանխամտածված շատ քիչ փակած վարագուրով սպառնալիքը Իրանի կողմից Անկարային, որովհետև թուրք զինվորները ամերիկյան բազաները միայն Թուրքիայի տարածքում են, բոլորը դա պետք է գիտակցեն։ Երկրորդը դա Թուրքիայի ներքին անկայունությունը, որը չգիտես ինչով է ավարտվելու։ Հիմա սկսել են վիճել, թուրքական աղբյուրները ասում են, որ այդ ձերբակալված Կոնստանդնուպոլիսի ուրեմն քաղաքապետ
Իմամօղլուն ցակումով քուրդը, մյուս մասը բնդումը չէ, դա ցիպտալ հույնը։ Ինչու հրեա չէ, ոնց որ Էրդողանը։ Էրդողանը հրեա։ Այ Էրդողանի հայրը ցիպտալ հույնը, բայց մերը իսպանական հրեավի։ Այնպես որ Էրդողանը հրեա, ոչ թե թուրք։ Ըստ հրեական օրենքների կներեք իհարկե, եթե ես ստենց ասենք հողում եմ անում, բայց պետք է անել, մարդիկ պետք է հասկանան ով է։ Շատ կներեք ինձ զուգահեռ է 15 թվի հետ, 1915 թվի հետ։ Եվ այն ժամանակ դնում է հրեաներին նախաձեռնում հայոց ցեղասպանությունը։ Եվ հիմա Թուրքիայի նախագահ հրեա դժվար չէ հասկանալ, զուգահեռները իրականում են գոյություն ունեն։ Երրորդը դա այն փաստը, որ երրորդ երկիր կա, որը բնականաբար փոխկապված Անդրկովկասի հետ, այսինքն նաև Հայաստանի հետ, դա Ռուսաստանի ներգրավվածությունը ուկրաինական դեպքերին դեռ չեն ավարտվել։ Երբ են ավարտվում, տարբեր մարդիկ տարբեր բան են ասում։ Ես չեմ կարող ձեզ ասել կոնկրետ օր ու ժամը, երբ որ դա ավարտվի։ Մարդ կա, որ ասում է ապրիլի 20-ին։ Այսինքն, նայեք ինչ է, այստեղ խոր միտք կա։ Հիտլերի ծննդյան օրը կավարտվի այդ պատերազմը։ Մարդ կա ասում է, չէ, մայիսի 9-ին։ Այսքան ձգենք, որ մեծ հաղթանակի օրը ավարտվի այդ պատերազմը։ Մարդ կա ասում է, գիտեք ինչ, հնարավոր է մինչև ամռան ավարտը։ Դե գնացեք ու սպասեք։ Ով որ ուզում է, այն օրը, այն ամիսը թող սպասի։ Մենք որպես ասենք վերլուծաբաններ եւ այլն, մենք զուտ փաստերի հիման վրա իրավունք ունենք եզրափակ։ Ինչ որ եզրափակիչ խոսքի ասենք կարծիք հայտնել, որ ահա հիմա բոլորը, այդ բոլոր երեքը քիչ թե շատ հնարավոր է զբաղվեն Անդրկովկասով։ Ուրիշ հարց որ մենք չգիտենք այդ աղմկոտ մթնոլորտում Քուրդ Ալիևը կձեռնարկի ինչ որ հակահայկական քայլեր, թե ոչ։ Կարող է ձեռնարկի, կարող է ոչ։ Եթե նա տեսնում է, որ մեծ եղբորի դե Ալիևն էլ ամուսնացած է հրեայի հետ։ Ենթադրենք ինքը հրեա չի, բայց կինը հրեա է։ Այն ժամանակ մենք կարող ենք հասկանալ, երբ որ ենթադրենք Իրանի շուրջ աղմուկը, այդպես ասած, ավարտվի, նստի, իսկ Թուրքիայում արդեն որոշակիորեն կլինի պարզ, Էրդողանը մնում է, թե չի մնում, իրան փոխարինում է, ասենք, ենթադրենք ինչ-որ մի իմամօղլու, թե ոչ։ Կարող է ոչ էլ իմամօղլու է գալու, կարող է հերթական զինվորականների ապստամբություն լինելով, ոնց որ եղել է 2016-ին։ Ես չեմ կարող հենց հիմա ասել Ալիևը համարձակվի հարձակում կատարել հայերի դեմ, թե ոչ։ Բայց պետք է ամեն ինչ հաշվի առնել։ Շատ լավ, պարոն Շաքարյան, ձեզ անչափ շնորհակալ ենք մեր տաղավարին ընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցներ անկախ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։ Ցտեսություն։